չկա, Պարոն Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու կարգի կարճելու մասին որոշումը դրան օրինական ուժ տալ եւ առարկա է զուտ համարել ուղղակի գործը իրավաբանորեն եք ասում, թե քաղաքական իշխանությունների ճնշումների լույսի ներքո։ Նկատմամբ ճնշումների բանով։ Դատարանի։ Որ դատարանի։ Եթե լիլիթ ձեր վճռաբեկ դատարան եք հնարել։ Դե հիմա չէ, դե հիմա հարցը հետևյալ ասում եք։ Գործընկերների վերաբերյալ գնահատականներ խնդրում եմ չտալ։ Դրա համար ձեր Արգելյան, Լիլիթ Թադևոսյանը գտնվում է կառավարությունում, որտեղ քննարկվում է ինչի կարողներ չկան, ինքնասում չի ասում ձեր գործը չի։ Դուք հարցում եք չեք կարող։ Ներողություն եմ խնդրում ձեզնից։ Դատական ացիաների գործընկերների նկատմամբ հորդորում եմ եւ պահանջում եմ հարգանից վերաբերություն։ Հարգելի դատարան, հարցը կարող էր թե չեն կարող, ես չգիտեմ։ Կարող էր թե չեն կարող հարցի պատասխանը ստանալու եք որոշ ժամանակ հետո, երբ որ հարցը քննարկվի, ինչպես է ստացվել անցումային արդարադատության գործիքների կիրառմամբ, հասկանանք այդ ոնց է այս որոշումները կայացվել եւ ովքեր են ազդել։ Ես հիմքեր ունեմ ենթադրելու, ինչի ունեմ հիմքեր, այդ հիմքերն են շատ օբյեկտիվ, էլի, այսինքն երբ որ կալանքի որոշում է կայացվում կամ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է վճռաբեկ դատարանի կողմից եւ Լիլիթ Թադևոսյանը կազմի մեջ է, ինքը որպես դատախազ մարդկինում հետադարձության ուժով, ինքը իր ձեռով ստորագրել էր դիմում, ասել էր հետադարձա 7-ի գործով հրաժարվել էր մեղադրանքներից, ինքը Պարոն Հոբելյան, ձեզ հիշեցնեմ, որ Տիկին Թադևոսյանը այս որոշման կայացման հետ կապված ճիշտ է, ինքը սովորական քրեականն է, հակակոռուպցիոնը չի, ես ասում եմ, ես գլոբալ եմ ասում, ես Ռոբերտ Քոչարյանի գործն եմ ուզում ասեմ, դա բոլոր դատավորները, ովքեր ներգրավված են եղել եւ որոշակի դրական զարգացում ա եղել Ռոբերտ Քոչարյանի որոշումներով, ինչ որ եղանակով հեռացվել են դատական համակարգից, ընդ որում կապ չունի, իրանք իրանց մաքսիմումն են արել, մաքսիմումը չեն արել, բոլորը, առանց բացառության, իսկ նրանք, ովքեր որ նենց անհասկանալի եւ ապօրինի որոշումներ են կայացրել, եթե նրանք գնահատական տալիս եւ դրա գնահատականը նույնպես անդրադարձ լինելու ապագայում, այս պահին առաջխաղացումներ են ունեցել։ Սկսած Բաչե Հրաչից բրծած մնացած դատավորներով, հարգելի դատարան, անունները պետք է կոչենք, ամեն ինչ իր անունով պետք է կոչել, չենք կարա գլուխներս թաղենք ավազի մեջ, ասենք չենք տեսնում, հարցը տալիս եք, կարար անել վճռաբեկ դատարանը, թե չէ կարար, պարտավոր էր, թե չէ, պարտավոր էր, չի արել, ձեզ վրա է թողել, նորից դատախազությունը պնդում է արել, դատախազությունը պնդում է արել, հարգելի դատարան, որ ես կարող եմ փոխել ընդհանուր հանցակազմով, վճռաբեկ դատարան ասել է, կարած դե գնա արա Հիմա դատախազությունը չի կարողացել անի, բայց հետագայում որ հարցը հասնի, վճռաբեկ դատարանը անցումային արդարադատության հանձնաժողովի դեմ է նստած ասելու մենք չենք կարող դատախազի փոխարեն կանխորոշել, ինքը կարար թե չէր կարող։ Առաջին ացանի դատարանը դրա համար է այնտեղ որ գնահատի, տեսնի ընդհանուր հատուկ է թե չէ, եթե ընդհանուր հատուկ է գործը շարունակի, այդ է խնդիրը։ Ուրիշ ոչ մի բան չկա սրա մեջ, ընդհանրապես պատասխանատվությունից խուսափելու եղանակա։ Կարանային նրան միանգամից կբերեն մեղավոր ճանաչել կպրծնեն։ Հարգելի դատարան, հետևյալն է, արգումենտը շատ հակտուր մի նախադասությամբ ավարտեմ, հետևյալն է։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը դա բացառապես իրավական գնահատականի փոփոխություն չի, ընդհանուր հատուկ հարաբերակցություն շրջանակներում։ Սա լրիվ նոր մեղադրանք է, անկախ ընդ որում նույն փաստական հանգամանքների շրջանակներում։ Լրիվ նոր մեղադրանք է, այսինքն իրար հետ չհարաբերվող հանցակազմերի մասին են խոսում։ Իրար հետ չհարաբերվող հանցակազմերի մասին են խոսում։ Առաջին հանցակազմով այս պահին բեկանվել է, չբեկանվել, ես մոտ բանի մեջ ենք, ֆորմալիզմի մեջ ենք մտնում։ Գործը շարունակվելու է ոչ թե այն առաջին հանցակազմի հետ կապված ինչ-որ տրամաբանության մեջ, այլ լրիվ ուրիշ հանցակազմ։ Իսկ կրկին չդատվելու արգելքը հենց դրան է վերաբերվում, որ биш ես կարա անընդհատ լրիվ փոխես ամբողջությամբ նոր հանցակազմ դնես, նոր մեղադրանք դնես ու քննարկես։ Փոփոխությունը եւ նորը իրարից տարբերվում են։ Այս է սաղ կվիտենսիացիան, ասենք չասեմ, բանը հիմքը էս ամբողջի։